Ծննդատան սպասասրահում ծանոթ պատկերը հուշում է, տուն են ճանապարհում ևս մեկ նորածնի։ Մայրության բերկրանքը վերապրող տիկին Լիլիթի գրկում Գևորգն է, մերօրյա անմահ հերոսի համանուն կրտսեր եղբայրը։ Անունը մենք դրել ենք, ամուսինս ուզեց, որ Գևորգի անունը լինի փոքրիկի վրա, բայց մենք հասկանում ենք, որ երեխաները տարբեր են։ Ինքը Գևորգ երկրորդն է, մյուսը Գևորգ առաջինն է։ Փոքրիկն արդեն տանն է, շրջապատված հարազատների անսպառ ջերմությամբ ու հոգատարությամբ։ Ծնողներն անկեղծանում են, կյանքը ընտանիքում 3 տարի ու ավելին անգույն էր ու միապաղաղ, չկար ապրելու եւ առաջ նայելու ոչ մի հենակետ, իսկ այժմ ընտանեկան մթնոլորտը հիմնովին փոխվել է, կյանքը նոր երանգ է ստացել։ Մեր տան մթնոլորտը, գիտեք, սառած մի տեսակ, ոնց ասեմ, ոնց որ պատերը անգամ սառած լիներ, բայց երեխային ես հատուկ որոշեցի, որ ամեն ինչը սպիտակ անեմ, մթնոլորտը փոխեմ։ Անդառնալի կորստից հետո լույս ա մտել մեր տուն, լույսի կտոր, որ պետքա սփոփվենք։ Իհարկե մենք ունենք տղա, նորից բալիկ, ինքն է շատ սպասում։ Շատ ընտանիքների վերածննդի պատմության պես Խաչատրյանների կյանքում նույնպես խորհրդանշական երազը բեկումնային դարձավ։ Ծանր օրերը փոքր-ինչ թեթևացան, երբ վերջապես պտղաբերության կենտրոնից տուն վերադարձան այդքան սպասված բարի լուրով։ Մի օր երազ տեսա, որ Եռաբլուր էինք ես ու ամուսինս գնացել ու շատ մեքենաներ կային ու Գևորգին էի ման գալիս, մեծ տղայիս կորցրել էի ու այդ ժամանակ փոքրիկ էր երեխան, ման էի գալիս ավտոների, մեքենաների արանքից իրան էի ման գալիս, մեկ էլ հանկարծ գտա իրան ու ես, երբ որ տղաս փոքրիկ էր, ես մի հատ ժակետ էի գործել իրան, այդ ժակետով գտա մեքենայի արանքից, դրել եմ գիրկս ու ասեցի ամուսնուս, ասեցի Ռուստամ, Գևորգին գտանք, գնացինք տուն։ Այդ երազից հետո իմացանք, որ արդեն մեր բալիկը կա ու համոզված էի, որ տղա է։ Որդեկորույս ծնողների սրտում բույն դրած խորը ցավը նորածին Գևորգը փոքր-ինչ մեղմել է։ Մոր խոսքով երեխա ունենալու որոշում կայացնելը չափազանց դժվար էր, իսկ այդ որոշումից հետո սկսված ճանապարհը կրկնակի բարդ, բայց ընտանիքի անդամներն ու հատկապես մյուս որդին անընդհատ չհանձնվելու եւ պայքարելու ուժ են տվել։ 1 տարի չէի կողմնորոշվում, էլի չէի հասկանում, արդյոք ճիշտ է թե սխալ է։ Բայց վերջը որոշեցինք, որ պետք է։ Ես շատ ուզեցել եմ, որ իմ տղաս տանը ունենա կամ եղբայր կամ քույր, որ հանկարծ կյանքում ինքը չգիտեմ ինչի մենակ չմնա, ասենց ինչ որ իմ մեջ եղել է այդ էր ինձ ուշ տալիս, որ անպայման ասում էի, չէ, ամեն ձևով պետք է Արթուրը կամ եղբայր կամ քույր ունենա։ Փոքրիկին ամուր գրկած մայրն ասում է, կյանքը շարունակվում է, պետք է ապրել, պայքարել ու նոր կյանք տալ։ Ես գիտեմ, որ շատ ծնողներ ուզում են ու ցանկանում եմ, ովքեր որ ուզում են ու այդ դժվար ճանապարհին են, բոլորը հաղթահարեն ու բոլորը թող ունենան։ Անկամ կարծում եմ տարբերություն չկա այս վշտի մեջ, աղջիկ, տղա, իրենց տունը պետք է էլի, այս մեր վիճակը այս 3 տարի շատ ծանր է եղել, այդ երևի ինձ կհասկանան իրոք մեր որդեկորից ծնողները ու երեխայի արդեն այս 3 օր ես հիվանդանոցում իր հետ լրիվ ուրիշ մթնոլորտ, լրիվ ուրիշ վիճակ։ Պետք է լինել ուժեղ եւ այդ ձևով նաեւ ապրեցնել հայրենիքը պաշտպանելիս արիաբար ընկած տղաներին, շարունակում է տիկին Լիլիթը, ձեռքին պահած իր հեղինակած գիրքը Գևորգի եւ պատերազմի ծանր օրերի հուշերի մասին։ Գևորգը, որ ամեն անգամ զանգում էր, մենք խոսում էինք։ Ամեն անգամ իր զրույցից հետո ես գրառում էի անում։ Գևորգը զանգեց, օրինակ ասեց մամ, տալաշ ենք կտում։ Գևորգը զանգեց, այս ինչ բան ասեց։ Միշտ այդ փուչր բլոկնոտի մեջ ես սենց նշում եմ ու ժամն էի նշում, որ այս ժամին խոսեցինք, այս ինչ օրը խոսեցինք, ու այդ գրելուց էլ այնպես չի, որ ինչ որ զգացողություն ա եղել, ուղղակի նշումներ եմ արել։ Երևի մտածել եմ հետո կգա, կասեմ Գև սենց բան խոսացինք, չգիտեմ։ Հետո որ արդեն այդ նշումները ունեի, ես որոշեցի, որ պետք է անպայման գիրք լինի եւ պատերազմի ձայնը ինչի, որովհետեւ ես ձայն լսեցի, որ խոսում էի հեռախոսով։ Ասեցի Գև ջան, ինչ ձայներ են, ասեց ման ջան, հանգիստ եղի, մեզ մոտ կրակ չկա։
Այն, ինչ ներկայացված է գրքում, տարիներ անց նաև փոքրիկ Գևորգը կընթերցի ու կճանաչի իր համանուն եղբորը, հավերժ զինվոր Գևորգ Խաչատրյանին, որն իր բաժին կռիվը մղեց ռազմաճակատում մինչև հոկտեմբերի 10-ը, անմնացորդ նվիրումով պայքարելով հանուն հայրենիքի։ Հովհաննես Փառաշյան, Արամ Սիմոնյան, Զինուշ,